Բարև ձեզ, Սարու Վաթեմանն է, իմ այսօրվա հյուրը կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանն է, բարև ձեզ, պարոն Վարդանյան։ Հարգանքներս Մկրտիչ ջան։ Պարոն Վարդանյան, վերջին ամիսներին հատկապես Հայաստանի շուրջ եւ Հայաստանի ներսում իրադարձությունները կարող ենք ասել բավական արագ են զարգանում, ինչ է տեղի ունենում, մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում, թե ծանր ժամանակաշրջան, եթե Մենք ծանր պատմական ժամանակաշրջան ենք ապրում, ինչպես միշտ։ Ես թեթև պատմական ժամանակաշրջան իմ կյանքի օրոք չեմ տեսել, որովհետև բոլորն է պատմական ժամանակաշրջան է, որ սովետական միություն էր, իբր խաղաղություն էր, բայց դա մի հատ ուրիշ բան էր էլի, այդ անցանք, պրծանք, վերջացավ, բայց ինչքան դաժանություն կար այդ ամեն ինչի մեջ, ինչքան սահմանափակումներ կային, մարդ կային, ուղղակի մարդ կային, բայց մարդիկ էին լավը, ու երբեմն ժամանակն էր ուրիշ, որտեղ այդ նույն սովետական շրջանում իտալական փողոցն ու բակն ու տունն էր ուրիշ, Ամերիկանն էր ուրիշ, Ֆրանսիան էր ուրիշ, ժամանակն էր ուրիշ, դա ոչ թե նրանից մենք երբեմն հիշում ենք ասում այս սովետի ժամանակ սենց, հա, ոչ, այդ ուրիշ ժամանակ էր, ժամանակաշրջան էր մարդկության, այսօր, այդ որ ասում ես արագ կատարում, հա, պատմական եւ ծանր ժամանակաշրջաններ ենք, հա, մենք ասենց իրար հետևից, այսինքն համարյա 35 տարի է մենք դրա մեջ ենք։ Գնալով ավելի արագանալու, որովհետեւ այսօր տեսեք ինչ է կատարվում մարդկության զարգացման առաջընթացի հակադրման, այս կռիվ է գնում, հինը նորին չի ընդունում, որը իմ կարծիքով սխալ է, ոնց որ ժամանակին մեզնից մեծերն ասում են ձեր սերունդը բան, ասում է հիմա ես այդպես չեմ վերաբերում, ասում եմ իրանք մեզնից լավն են այս սերունդը, ամնիչական են, աշխատող են, սովորող են, հա, այն որ պայմաններ չի եղել միշտ դժվար է եղել, դա ուրիշ բան է, բայց այսօրը սիրում եմ, ես այսօրվա Երևանը սիրում եմ, ես այն մարդկանցից չեմ, որ ասում եմ, այն Երևանը իմ անցած իմ հոգու հետ է ու շատ Երևանից խոսում են, այդքան այդ Երևանը չգիտեն, ոնց որ ես ու իմ իմացած մարդիկ գիտեն, բայց այդ Երևանով չի կարելի ապրել, ես այսօրվա Երևանն եմ ուզում, այսօրվա Երևանի մեջ հետաքրքիր բան կա, այս խցանումներով իր բացասական շատ բաներով հանդերձ, հա, այս աղտոտվածությունը, այս շատ բաներով, բայց զարգացման ինչ-որ բան եմ տեսնում, տենդենս եմ տեսնում, զանազանության տենդենս եմ, որ այդ զանազանությունը չէ որ բերում է նաև տարբեր մտածելու, այդ տարբեր մտածելը բերում է բանի առաջընթացին, հա, այսինքն միապաղաղություն չի եւ պրոցեսներ են կատարվում, այսօր մեր երեկվա ասածը արդեն հին է, ես 5 րոպե առաջ իմ խոսածս արդեն հին է, այդտենց մեծ արագություն է, դրա մեջ անընդհատ փնովելով չի, սարքելով է, ինձ միշտ ես միշտ մտածել եմ, որ այդ հայոյելով չի մենակ, հայոյելը հեշտ է, ես էլ եմ հայոյում շատ անգամ, երբ որ բռնկվում ես, չխայնացած մի խոսք ես ասում, այդ պայթուցիկը, այդ էմոցիոնալը, դա ինստինկտիվ բան է, բայց մտածված հայոյախոսությամբ զբաղվելը դա առնվազն սրիկայություն է, այսօր ամբողջ շուրջը մեր հայոյախոսությունը իրար բշտել, մեր պետություն չենք ունեցել, կարծում եմ դարեր շարունակ, որովհետև իրար չենք հավատացել, օտարի առաջ անընդհատ ինչ-որ ողորմելի դեմք ենք ընդունել ու չենք ուզեցել ստեղծել պետություն, որովհետև այսօր էլ չենք ուզում, գնանք փողը տանք տիրոջը, մենք էլ ինչ կանենք, էլ սենց գավառամտ, այսինքն դու քաղաքներ, փիլիսոփաներ, հրտես ինչքան ժամանակ անցել չես ունեցել, չունես, հա,
Մենք տարբեր մշակույթների, տարբեր կայսրությունների մեջ ձևավորված տարբեր տեսակներ ունենք։ Բյուզանդիայից մինչև ռուսական կայսրություն, պարսկական, թուրքական կայսրություն, այսօր ամերիկյան բանի տակ մեծացող հայություն, եվրոպական արժեհամակարգով հայություն, տեսեք ինչքան մեծ բազմազանություն ունենք։ Ու դրանց մեջ խտրականություն չի կարելի դնել, դրանց բոլորի լավ տեսակն է պետք վերցնել։ Այսինքն մենք որ ասում են ինքնությունը, մենք մեր ինքնությունը կորցնում ենք, ասում եմ, լսեք։ Հիմա հաճախ են ասում։ Հա, ասում եմ մոռանում եք պապերի մեծ մասի, շատ մասի, գոնե լավ սենց ասեմ։ Ինքնությունը Ստալինն ու այն կիսաթաղած չմեռած Լենիններ դանոս գրելն էր այդ ինքնությունը, բայց ինքնությունը որ ձեր ինքնությունը այսօր եթե ես 30 տարվա մեջ զինվորի հացը ուտելն էր ինքնությունը, բարոն գնչուի բարոնի նման ապրել է ոսկեզոծ ինչ որ պալատներում, այդ է ինքնությունը, ես այդ չի իմ ինքնությունը։ Կոմիտասից ամբողջ օրը խոսելը ադրբեջանական մկկոցների տակ երեխեքի կնունք հարսանիք անելը, էսա ինքնությունը։ Տաներում երեխայի հետ ռուսերեն խոսելը, էսա մեր ինքնությունը, չէ։ Մենք պետք է ինքնամաքրվենք, մի խոսքով, այս ինչ որ կատարվում է, շատ ցավոտ բաներ է կատարվում այսօր, բայց ես դրա մեջ ինքնամաքրման այդ ուժն եմ տեսնում, ձգտում եմ տեսնում շատ մարդկանց մոտ, որ հասկացել են։ Բայց ցավար որ հասկանային, պիտի կորցնեինք որ հասկանենք, այս նույն բաները ես 10 տարի, 15 տարի էլ խոսում եմ, իմ նման շատ մարդիկ այս ամեն ինչը միշտ խոսացել են, բայց sense մասսայական ժողովուրդը որպեսզի զգա, որովհետև 30 տարվա մեջ հակասովետական եւ սովետականությունից անկախություն իբր ստացած պետությունում մի հատ հակասովետական, այսինքն հակաբոլշևիկյան, թե ոնց է եղել որ Արցախը հայտնվել է Ադրբեջանի կազմում։ Սենց կինո չեն կարել։ Ում պատճառով է եղել։ Ստալինին, Լենինի պատճառով, Աթաթուրք, Լենին։ Մենք սրա մասին ոչ գրել ենք, ոչ կինո ենք նկարել, ոչ մի բան չեն կարել 35 տարի։ Եվ հակառակը սովետա ախտով ինչ որ տառապող երիտասարդություն ենք։ Երբեմն երիտասարդներ կան այդ սովետից են խոսում, ասում եմ երեխեք հանգստացեք, դուք երջանիկ եք, որ ապրում եք այս ժամանակներում, ձեր ժամանակների կարողը դարեք, ինչ գործ ունեք այդ նեխած փթած բաների մեջ խառնում եք, որովհետև սրանց շրջապատներում այս նեոկոմսոմոլ բոլշևիկ Ղարաբաղյան կլանի այս ներկայացուցիչները, սենց ինչ որ մեծամիտ խոսակցությունները իրանց ֆիքստուլ ինչ որ պահվածքով բանով, այս երեխեքի փչացրեցին գողական սերիալներով, այդ չի ինքնությունը։ Ինքնությունը իմ շատ խորքային, մենք մեր ինքնությունը փնտրելու, գտնելու, շոշափելու, ձեռք տալու, զգալու խնդիրներ ունենք։ Խոսում են մեծ, ինչն է ինքնությունը, անազնվությունը, բանակից գողանալ տանելը, իրար միս ուտելը, իրար փոր թափելը, էսա ինքնությունը մեր։ Պարոն Վարդանյան, կարանք ասել իրար վրա, հասկանաս, այդ ամեն ինչը իրար վրա է, ախր մեր ձեռով մեր գլխին միշտ սարկվել է։ Մեր դարպասները ոչ մեկը դրսից չէր կարող բացանել, եթե ներսից բացանողներ չունենար օտարը։ Օտարը թշնամին ներսից է բացվել, միշտ։ Այսօր ասում ենք եկեք պետություն լինի, պետություն դառնանք, ամուր լինենք, լսեք, պետությունը իր մեջ տարբերակարծիք է, էլի հարստությունը իր տարբերակարծիքության մեջ է, մարդիկ տարբեր մտածեն, բայց ոչ թե հակապետական մտածեն, ոչ թե չսիրեն պետությունը, ատեն պետություն, իրանց պետությունը ատում են, ուրիշ պետություն, իրենց են խոսում, ոնց է իրանց հոր տնից են բերել այդ պետության եւ այդ ազգի մշակույթը։ Ես չեմ հավատացել երբեք մարդկանց, ովքեր որ իրանցը չեն սիրում, ես չեմ հավատում, որ ինքը երեխա է սերել, դու քո երեխային չի, եթե չսիրես, ոչ մի ուրիշ երեխայի չես կարասել։ Այդ որ այս մշակույթների համար խելագարվողները, որ մեկ-մեկ խբերաները բաց են անում խոսում են, ասում են քոնը սիրում ես,
Այ երբ որ քոնը սիրում ես, հավատում եմ, որ դու ֆրանսիացունն էլ կսիրես, ճապոնացունն էլ կսիրես, ռուսական գրականությունն էլ կսիրես, բայց եթե դու քոնը չես սիրում, բոլը ուրիշների արածները գնաք մարսեք, սարքեք ձերը, համել ազգանունները դարձնեք Վարդանով, Կիրակոսով ու խոսեք հայկականության մասին։ Չի լինում այդպես։ Բա Վարդանյան, կարող ասել, որ մենք ինչ որ առումով անկախացման նոր փուլ ենք անցնում, ոչ միայն քաղաքականապես, այլ նաև մտքով անկախ։ Իհարկե, որտեվ նախ որ շատերը սկսեցին մտածել, ցավը մեծ ցավ ենք տարի, ես այդ ցավը այն գիտես վատ երազներ ես տեսնում, որ ուզում ես մոռանաս, այն որ հիշում ես սարսուռ անցնում, չէ՞։ Այ իմ համար այս ցավոտ ժամանակաշրջանը որ ամեն շատ է ցավացել, բայց դա չի նշանակում որ պետք է մեռնենք։ Դա չի նշանակում որ պետք է թուլանանք, դառնանք չուլ ու համաձայնվենք ինչ ասելու հետ։ Չէ, ընդհակառակը պետք է ուժեղանանք։ Ճապոնացու գլխին Հիրոսիմա եւ Նագասակի արվեց ֆեոդալական Ճապոնիայում։ Ամերիկան ռմբակոծեց։ Հետո այդ ամերիկան այդ նույն ճապոնացու ձեռքը բռնեց, ճապոնացի ազգը ժողովուրդը հասկացավ, որ իր ճանապարհը զարգացումն է, ուժեղացումն է, ճապոնացին այսօր աշխարհին հլտեսեք ինչ էր տալիս։ Ցավ չէր, դա նայած մի հատ բան է, հա, իրես ամբողջ մի պետության երկու հատ ռոմ գցեցին, ասացին սենց, պարտվածությունը, բայց դա բանում, լսեք, մենք պատերազմներում բոլոր սպորտսմենները ամեն ռինգ դուրս գալուց մեկ պարտվում են, մեկ հաղթում են, բայց դա չի նշանակում, որ բոքսը թարգում են, շարունակում են, չէ՞, այսինքն այդ ապրելը, մարզվելը, մեզ այսօր մարզվելը պետք, մեզ այսօր հոգևոր, մտավոր, ուժային մարզվելը պետք, սովորելը պետք, որ ասում մեկ խոսում են մեծամիտ բաներ են խոսում, բայց այս Եվրոպան, այս Ամերիկան, ասենք դրանք ինստիտուտներ ունեն, որոնցից սովորելը պետք։ Այդ լափարոշ խոսալով, էշեշ խոսալով, հա, ինչ որ անընդհատ մեկ զարմանում եմ, ասում եմ, այս մարդիկ օրինակ ինչի է ուզում ինքը իշխանություն։ Ինչի տա պետք, դու ինչ ես անելու, որ քամագդ մենակ պահես, դու այդ իշխանությունը քեզ ուրիշ ինչ է տվել այդքան ժամանակ, ունեցել ես, էլի ես ուզում է, ախր իշխանությունը չի կարա ցանկությամբ լինի, ես ժողովրդավարության կողմնակից եմ եւ կարծում եմ, որ ժողովրդավարությունը դա միակ մտածված ամենամարտկային ձևն է, որը իհարկե շատ առումով նաեւ բացասական կողմեր կարող է ունենա իր մեջ, բայց համակեցության, հանրությամբ ապրելու, հա, ընտրելու, ընտրվելու, ազատ խոսք ասելու, խղճի ազատություն ունենալու ամենամարտկային ձևն է։ Մենք հայերս հենց այդպիսին էլ եղել ենք միշտ, մենք իրար մեջ սենց իրար միս ուտելով, բայց միշտ երբ որ հայը խոսում է իր դատողության մեջ մարդասիրությունն է առաջի բանը։ Ոչ մի զարգացած երկրում 120 հազարանոց փախստական փողոցում չէր կարող փողոցում չհայտնվել վրանների տակ, հա, Հայաստանում 100,000 ավել մարդ մտավ եւ տեղավորվեցին, դա մեր արժե համակարգից է խոսում, թե ինչ ժողովուրդ ենք մենք։ Այո, կրթված չենք շատ հարցերում, այո, շատ հարցեր չգիտենք, բայց մարդկային առումով, որը համամարտկային է իմ համար, էլի, որտեղ լավ մարդը ճապոնացի, ամերիկացի եւ ֆրանսիացի չի լինում իմ համար, լավ մարդ է լինում, հետո ուրիշ բան էլ ասեմ։ Այդ մենք այդ արժե համակարգը անգամ միշտ այս օրինակը բերում, ասում եմ, եթե Հոլանդիայում ես ու դու նստած լինենք մի սրճարանում, մի մարդ գա, աժդահա մի հոլանդացի կա կողքներս նստի, շփվենք, շեք գույնի ինքն էլ տենց
խոսենք, զրուցենք, բանանենք, հետո որ գնա, մենք կարող շուտ գանք իրան ասենք, արա, այս Շանտալը ոնց որ հայերն էր։ Ինչ ենք մենք, այդ ինչն է մեզ, ոչ տեսքը, ոչ խոսքը, խոսեցինք անգլերեն, խոսեցինք ֆրանսերեն կամ հոլանդերեն, խոսեցինք տարբեր բաների մասին, բայց որ գնում է, հետո ասում ենք, դա մենակ հոլանդացու չէ, այսինքն այլ ազգի մեկին մարդ ենք տեսնում, ասում ենք, ինչ ենք մենք ասում հայ ենք, հենց մեջը մարդկային բաներ ենք տեսնում, ասում ենք, ուրեմն ինչ, ուրեմն հայը դա մարդ լինելն է առաջի հերթին իմ համար։ Այդ ազգային ինքնություն ասելը մարդ մնալն է, բայց մենք ինչ ենք արել որ մարդ մնանք, ընդհակառակ մեկը մեկին փչացրել անընդհատ փչացնում են տիրելու համար, փչացնում են որտեղ իրանք են փչացած, հա, կողքիններին անընդհատ փչացածներին են հավաքել կողքները միշտ որ իրանք վարդեր եվան։ Լավ արդեն տեսեք, ուժերների հետ չեն սիրել աշխատել։ Մեր նախկին վարչապետերից մեկը Հրանտ Բագրատյանը, որը ասում էր, որ Հայաստանը տեղ չունի Եվրոպայում, մենք ինչ ունենք սովորելու եվրոպացիներից, այնտեղ զարգացում չկա, կործանվում է Եվրոպան եւ միակ ուղին Ռուսաստանն է դեպի երեք։ Կոմսոմոլի մտածողությամբ տնտեսագետ մարդ է, խոսում է էլի, այնքան բան են խոսում, բայց չի սազում վարչապետին խոսելը դրա մասին, նախկին վարչապետին, ուրեմն հասկացեք մենք ինչ ժամանակներ ենք ապրել, ինչ ենք ապրել, որ նման վարչապետներ ենք ունեցել։ Լուրջ եմ ասում, որպես հնարավոր է, որ որպես տնտեսագետ զուտ մաթեմատիկական, հաշվապահական առումներով լավ մասնագետ լինի, բայց որպես մտածող մարդ, ես դա լուրջ չեմ համարում, էլի ոնց կարող է մտածող մարդը ինձ ասի, ինչ կարող ենք ունենալ Եվրոպայի հետ, ինչ կարող ենք սովորել Եվրոպայում, հա, այն ինչ որ իրանց սովորածը կա, ամբողջը համամարտկային արժեքները, դրանք եվրոպական համամարտկային արժեքների կրողների տված դասերն են, անգամ Հրանտ Բագրատյանի համար համամարտկային արժեքների պահպանող դա եվրոպական աշխարհընկալման չափանիշներն են, չէ՞։ Որտեղ եթե մենք ուշադիր նայենք, մենք սովետական կրթությունը հիմնել են եվրոպական կրթություն ստացած ռուսական կայսրության մեջ կլինեին, թե Թուրքիայում, թե Վրաստանում կրթված կամ Փարիզում, Գերմանիայում, Բերլինում կրթված, համամարտկային եվրոպական դպրոցներ, այդ Ռուսաստանը ինչ էր 300-400 տարվա մշակութային պատմություն ունի, էլի որ տենց անդադ ասում ենք, այո, ռուսական գրականություն, ռուսական մշակույթը ոնց ստեղծվեց եվրոպական արժեհամակարգի վրա, որտեղ այդ եվրոպական ուսուցիչները եկան, ասացին, պարիք հագցրեցին, ասացին դուք Պուշկինան, բանը մորթին, ոսկին, այս կբերեք, մենք ձեզ դաս կտանք։ Եվ դրա վրա ստեղծվեց ամբողջ ռուսական մշակույթը։ Ռուսական մշակույթը հին միջև նախապետրոսական մշակույթը տեսեք ինչ է կատարվել, երբ որ դու հայդ հազարամյակի մշակույթ ունես եւ ամոթ է որ դու սովորես, դու մենք հայկական սովետական կրթությունը դա ռուսական թարգմանությունն է եղել եվրոպական արժեհամակարգի, համաշխարհային արժեհամակարգի, հասկանում եք։ Այդ մենք ուրիշի լեզվով եկել ենք փորձել ենք այդ արժեհամակարգը հասկանալ, սովորել, ընթերցել, հա։ Ինչի ուղիղ եկեք անենք, որտեվ եթե կա այնտեղ արժեքներ, իսկ արժեքներ կան, հա։ Այդ աշխարհի լավագույն արժեքները մեր համար ընդունելի պիտի լինեն եւ արևելքի եւ արևմուտքի, այտենց չի որ ես մենակ արևմուտք եմ ասում, արևելքն էլ ընդհանրապես հայը պիտի իր հավաքականությունը եթե սովորելու աշխարհից այսօր սովորի
Ես այսօր շատ ուրախ եմ, որ երիտասարդները, որոնք շփվում են այսօր այս բանը ինտերնետը մենք որից եւ դժգոհում ենք որ շատ է եւ բայց այսօր դա հնարավորություն է տալիս այսօր աշխարհի հետ շփվելու մեր երիտասարդությունը տարբեր լեզուներով շփվում է տարբեր մշակույթներ ամեն մեկը իր նախասիրություններն ունի բայց ես միշտ ասում եմ լսեք ինտերնետը անվերջանալի է, ուտեղ շատ մեծ գիտելիքներ կարող ես ձեռք բերել։ Լավագույն համալսարանները կարող ես ավարտել, հա, ընկերներ ձեռք բերել, կապեր ստեղծել։ Այսօր դա է, որ հույսս կա, որ այս տաղտկալի մոնոտոն մտածած ասենց կռու ինչ որ կոմսոմոլական խոսակցությունները, պրոցարական, պրոռուսական խոսակցությունները ավարտին գան, որտեղ այսօր այդ երիտասարդները, որոնք աշխարհն են, հետ հետաքրքիր չի այդ ձեր նավթալինի մեջ պահած հնոտի բաբոյի հեքիաթները, որին հավատացել եք հերիք չի, ձեր շուրջն էլ հավատացրել եք, մեկ ուզում եմ ուրիշ խոսքեր ասել։ Բավարար Ինչպես եք վերաբերվում հոգևորականների եւ իշխանության միջև սկսված այս ճգնաժամին, օրինակ ընդդիմադիրները ասում են, որ սա քաղաքական հետապնդում է եկեղեցու նկատմամբ, թե ձեր կարծիքով եկեղեցին է հերվածել իր հասարակությունից։ Անկեղծ ասած, եկեղեցին սա նախ եկեղեցու դեմ չի, եկեղեցին անսասան է։ Այդ ընդհանրապես այդ խոսքը եկեղեցու մեր սպասավորները դրանք մարդիկ են սխալական եք լինեն դեռ սրբերել են եղել հա այդտեղ հարգանքի արժանի մարդիկ եմ տեսել ես տենց չի որ բոլոր եկեղեցականներին չի վերաբերվում Աստծո սիրուն մարդիկ հոգևոր խոսք են տարածում սեր են տարածում եկեղեցականների իմ համար եւ նրանց միսիան դա է ու շատ կարևոր է որ այնտեղ ազնվագույն մարդիկ լինեն շատ կարևոր է որ նրանք իրոք իրենց գաղափարներին նվիրյալները լինեն որպեսզի կարողանան իմ նման մահկանացուին մի խրատ տան հա սփոփանք անեն Աստծո խոսքը հասցնելով ես 21-րդ դարում ապրող մարդ եմ ես կրոնական մարդ չեմ բայց իմ հարգանքս բոլոր ճանապարհներին, որոնք տանում են արտիեզերք, առհավերժություն ու խոսում են դրա մասին, արվեստից մինչև հոգևոր, հա, դրանք իմ համար հարգանքի արժանի մարդիկ են ու անկախ իրենց կրոնական դավանանքի։ Եթե մարդու տիեզերական ամբողջականություն զգալու ճանապարհը դա է, ես իմ համար չկա այսինքն այդտեղ խնդիր ես ուղղակի բնությանը հավատացող աչքս էներգիաս եւ տիեզերքն այդ հավերժությունը Աստծո խոսքը քրիստոնեության խոսքը կենթանի լսող զգացող ապրող մարդ եմ հիմա բայց հավատավոր շատ մարդիկ գալիս են այդ եկեղեցի մտնում են ուզում են ազնվագույն մարդ տեսնեն հիմա այս ազնվագույն մարդիկ պիտի այն ամենամեծ դժվարության ժամանակ գնան կանգնեն ժողովրդի կողքը ժողովրդի հետ լինեն պետության հետ լինեն պետությունը դժվարություններ է ապրում բայց ում որ պետության հետ եք միշտ սովորել եք օտար պետությանը ծառայել որտեղ բոլոր ժամանակներում մեր եկեղեցին եղել է այն տեղը, որտեղ եւ կրթվել է մարդը, եւ տուրք է տվել, որպեսզի հետո կայսրության բաները տուրքերը տան։ Ու սովոր են այդպես, բայց այսօր պետությունը ուզում ենք, ես ուզում եմ պետություն ունենամ, իմ պետության հոգևոր կոթողը եկեղեցին է, այսինքն պետություն նյութական աշխարհ եւ հոգեվոր աշխարհ, ասենք ո՞նց կարող են առանձին լինել, առանձին մտածել, առանձին բաներ անել։ Եվ եթե ինչ որ կան, ինչ որ հարցեր, խնդիրներ, դրանք պետքա լուր նստեն իրար հետ խորհրդակցեն, բայց այդտեղ եկեղեցին դուրս է գալ հեղափոխություն անում, ախմախ խոսում են արունա եղբայրասպանություն անելու մասին։ Էշ
Դա ես չգիտեմ ինչ մտածված բան չի, այտենց լոթի խոսակցություններ են, բայց դրանք կարող են, չէ որ քեզ լսում են հազարավոր մարդիկ, այսինքն եկեղեցին դա նույն արվեստնա կինոն իր ազդեցությամբ, հա, ոնց որ իր հոտի վրա ազդող մարդիկ են։ Բա որ այդ մարդկանցից մեկը, երկուսը, երեքը լսեին այդ իրանց առաջնորդին ու գնան սկսեն այդ գործողությունները անել, այսինքն ասում պատերազմի ժամանակ եմ ասել, պատերազմի ժամանակ ասում բանար, զինվորական բանար եք, հեղաշրջում արեք, սպանեք իրար, տվեք, սպանեք, հա, այսինքն մարդիկ, որոնք ավտոմատավորներ ես պետության գնացել են պետության խնդիրն են, մարդիկ, որոնք եկեղեցականին են լսում, սրանք գալիս են ու սկսում է եղբայրասպանություն, դուք ապուշ չեք։ Ես բանի ժամանակ ես ՊՊՑ-ի գրավման այդ օրերին, երբ որ հասկացա, որ բան է, էլի, տղեկը մտել են այնտեղ զենք ունեն, ոստիկանությունն էլ այն կողմից զենք ունի։ Իմ առաջի բանը, որ եկավ մտքիս, զանգել եմ ընկերներից, ստեղծագործող ընկերներից ես մեկին, ինքը շատ լավ գիտի, անուններ չտա։ Ասել եմ, լսի, եկած գնանք այդ ոստիկանության հետ խոսանք բանանենք, գնանք մենք ստեղծագործողներով, գնանք կանգնենք այդ երկուսի մեջտեղը, որ հայ-ինչ սպանի։ Ընդամենը, ով է ճիշտ, ով է սխալ, հետո դա չի այսօր խնդիրը։ Այսօր չի կարելի թույլ տալ, որ այդտեղ հայ-հային սպանի։ Եթե ես ստեղծագործող մարդ ես, այդքան էլ կրոնական օրենքները չպահող, բայց շատ կրոնական մարդկանցից երևի ավելի քրիստոնյա ապրող։ Եթե ես դա հասկանում եմ, ու հասկանում եմ, որ իրավունք չունենք մենք, սա այդ ազգն ու այս պետությունը չի, որտեղ հայասպանությամբ քաղաքացիական պատերազմ, կանք սկսենք իրար մորթել։ Բա հոգևորականը ոնց դա չի հասկանում, թե դա ուրիշ խնդիր է կատարում, ես չգիտեմ, Ինչ խնդիր։ չգիտեմ, ինչի է այդ ասվում, օրինակ հոգևորականի բերանից, ոնց է, նայում եմ հրապարակում հոգևորականը անեծք է տալ, եղբայր ամոթ է, ինչ ես անեծք տալ, ինչ ես անեծում, բերանդ ինչ ես կեղտոտում, դու ուրիշ բանի կրող ես, չէ, լսեք Սուրբ Հոգուց ախր Սուրբ Հոգին չեն հասկանում, դա էներգետիկ դաշտ է, այդ Սուրբ Հոգուց ստեղծագործողն էլ է օգտվում, Սուրբ Հոգով է, դա եթե էներգետիկայի վերածենք, դա են հանճարեղները այդ տեղից են սնունդ ստանում, էներգետիկ, իմ համար ամբողջ էներգետիկ դաշտ է, մի խոսքով, ֆիզիկայի իմ հավատալու մեջ երև ֆիզիկան շատ է, ու բայց հավատում եմ, ոչ միայն հավատում եմ, ես բաներ կա, որոնք համոզվել եմ իմ կյանքով, որ տենց է։ Հիմա դուք եթե չեք հասկանում, որ դուք կրողը, դու այդ հոգևորը Սուրբ Հոգուց սնվող կաթողիկոս, կաթողիկոս ջան, մարտի 1-ի օրը, ոչ դու, ոչ էլ այդ մարտի 1-ի մյուս ջոջը չեկակ չկանգնեցիք, երբ որ հասկացաք, որ այդտեղ կարող է կրակեն, տանկեր են բերել, չէ, այդ տանկերին չէին բերել կրակելով։ Դուք իսկույն մեկը կամ մյուսը պետք է գար կանգներ, ասեր ստեղից սահմանը չեն կանցնում։ Իսկ եթե ձեր խնդիրը գնալ պալատը գրավելն էր, բոլշևիկյան ես, հեղափոխական ես բաները, իրար կրակելով բան, այսինքն դուք առնահեղություն էիք ուզում սարքեիք։ Էլի ով էր ժող, դուք ձեր պալատներում ու ձեր բներում նստած եք, ձեր գահերին նստած եք, ժողովուրդն է դա, բայց դուք որ ժողովրդի մասին չեք մտածում, դուրս չեք գալիս դրա դեմը չեք պարում, ինչից է խոսակցությունը, դրա համար այսօրվա այս կատարվելիքը ամեն ինչը անդուր է, տխուր է, որ սենց է, տխուր է, որ
քերակինների անունը սկսեցին հոլովել վատ բանով, հա։ Ամոթ է սա։ Շատ ցածր է այդ նյութերը ընդհանրապես ցույց տալը, իրար տարածելը, շատ ցածր է, ուրախանալը դրա վրա, ծիծաղելը, սա ցավոտ է։ Սա պետք է ամաչեն, գլուխներս գետին մտցնեք, բայց հպարտ գնում ինտերվյու են տալիս։ Ես չեմ հասկանում, ոնց։ Կամ ոնց կարար գեներալից այդքան սպայական կազմ, այդքան իրանց պատճառով, սպայական կազմի պատճառով, այդքան զոհ ունեցած սպան, եթե սպայ է, եթե մարդ է, մեկը ինչի իրան չգնդակահարեց, ինքը իրան։ Իրապա իմ պատճառով այդքան մահ է եղել։ Ես ոնց ապրեմ։ Մեզ հանձնեցին։ Հենց ում միջոցով։ Կատա հրամանատարների միջոցով, որտեղից եք ստանում, KGB-ն Կրեմլին պատկանում, բանակը Կրեմլին էր պատկանում, Արցախյան ամբողջ վերնախավը Կրեմլին էր պատկանում, Կրեմլինը գործարք էր անում, հրամանը որտեղից էր գալու, ջահելներից, որ երեք փողոցից եկել էին երկիր են ղեկավարում, նրանց հրամանն եք լսելու, չէ, լսել եք Այն ինչ որ ասել են, նրանք գործարք են արել, մեկին սենց են ասել, ասկի մեկից խաբար չի եղել, ձեզնից որն ավելի դավաճանում իր սուտ կամ կեղծ կամ սխալ հրաման տալով։ Բայց մեկը գոնե գիտակցեր իրան գնդակահարել, էլի։ Ասել արա սպայ էր, մտածում էր։ Ու արժե համակարգից են խոսում սա, բոլորը արժե համակարգից են խոսում, ինքնությունից են խոսում։ Ձեր ինքնություն, ձեր պապերի մեծ մասի ինքնություն, ես հակասովետական եմ եղել, միշտ, այսօր էլ կամ, ապրել եմ այդ երկրում, հակասովետական մենք եղել ենք մեր էությամբ, ոչ թե ինչ-որ հակասովետական բաներ են կարել, միշտ զզվելի է եղել։ Ու մեկը չփորձի իմ մոտ խոսի, թե վերադարձ, այդ ընդհանուր գաղութը, որտեղից բոլորից ծծում էին, հետո էլ սենց բաժանում, հա, այդ վերջացելը, լսեք, այդ ամեն ինչ, լսանք երազների մեջ են ու երազախապ են անում, նախկին կոմսոմոլները, որոնք ներդրված էին ամենուր ներդրված էին եղել, արվեստի, մշակույթի բնագավառ, գիտություն, ամենտեղ եղել եք, ամենտեղ ծածուկ եք եղել, շատերի հետ ընկերություն են կարել չենք իմացել, բայց այսօր ես այս նոր ժամանակի համար մի բանում շնորհակալ եմ, որ շատ շատերի դեմքը պատռվեց երևացի կողով եք, դուք ոչ պետություն եք ուզեցել ունենալ, ոչ էլ ձեր հայրենասիրական այդ լոզունգներն են կարևորվել, դուք ընդհանրապես կոմֆորտ եք ունեցել օտարի հետույքում, օտարի լեզվով, օտարի մտքով, օտարի կեցությամբ, Էտա ձեր մարմնական է ձեր ցանկությունը, այդ նույն սովետը ունենալու, որտեղ այդտեղ հարմարվել էիք։ Ու հիմա էլ ես միշտ ասում եմ ձեռներդ ենկող պահեք, այս երիտասարդներին այդ բան վարդագույն երազները մի պատմեք։ Այդ նրանից է, որ վրացիները Պակայանի ֆիլմ արեցին, մենք մի օր այդպես ֆիլմ չենք արել։ Այ 35 տարի չեն արել, ինչի հարցածակում, ինչի չի արվել, ինչի է թույլը, բայց գողականի մասին նկարելու համար բան կար, որտեղ գողականը նույն չեկիստական բանն էր, ասա, փողոցային կոնտրոլներ։ Ես շատ լավ եմ ճանաչում, քաղաքի զիլ տղեկ տեսել եմ, որոնց հասկացողության մեջ դա չէր, այսինքն ծանրու թեթևը ճիշտ ու սխալը դրա մեջ չէր, որ իրանք գողական էին։ Իրանք շատ լավ գիտեին այդ սիստեմը ինչ էր, շատերի հետ եմ խոսացել, բայց դրանց մեջ լավ մարդիկ եմ տեսել, հարցը այդ չէ, բայց դուք այժմ սուտը ինչ-որ գողական կինոներ եք նկարում, ինչի համար գիտես, որ այս երիտասարդության ուշքը միտքը այդ պենջը խփել ալնի, այդ գողի պենջը ուսին խփել ալնի, ինքնտենց լավ տղա մեծանա, որ դրանց օգտագործեն, որ Մոսկվայում է մի օր կինո Երևանի հին տղեկից մի քանիսին այդպես հանդիպել է, տարիքով տղաները ասեցի, հա, տղեկ ոնց եք ասել,
Այ Հրանտ ջան, այս Պուտինը բալկովնիկների փենջը խփում է, մտցնում է զոնը գողա կանգնացնում։ Ինչ գողական։ Ինչ չեկիստ KGB, բայց մնացուկները հրտես այդ արմատներ KGB-ն 90-ական թվականներին Մոսկվայում դարավ ներքնաշոր ծախելու բուտկայի այդ կրպակի կտուր ում հարցնում էր ասում էր կտուրս բանն է ФՍԲ-ն է ես շամպիոն զահարմարն է առևտրական բաներ KGB-ի մեծ գեներալները որոնք սովետական միության ամբողջ գաղտնիքները ասես թևերի տակ առած գնացին տարան հանձնվել ինչ KGB-ի այդ բայց բաները այդ ասա ատամները, ներվերը ամբողջ տարածված է եղել ու շատ է ճանկերը թողել են այս երկրում, այս պղտորել են անընդհատ հիմա են պղտորում, հələ դուք տեսեք ընտրություններից առաջ ինչքան են պղտորելու սկսել են արդեն։ Այ ես կոչ եմ անում մեր ժողովուրդը շատ երբեմն մանկամիտ ենք Ինձնից սկսած, երեխու պես ենք շատ անգամ շատ հարցերին վերաբերել, բայց այդ ինչ չէ, կյանքը շատ աշխարհը շատ բազմազան է, դաժան է, լուսավոր է, հանճարեղ մարդիկ ա տվել, բոլոր ազգերը, բոլոր տեղերում։ Մենք մի քիչ պիտի առողջ նայենք, ես պետություն եմ ուզում ունենալ, որ պետություն չունենանք, մենք ոչինչ չենք ունենա։ Մենք պիտի մեր պետություն ունենալու գաղափարի շուրջ ամեն ինչը մի կողմ, այս հարցը պետք է բոլորիս համար հաստատուն լինի։ Կարծիքներ ինչքան ուզում եք կարող ենք ունենալ, լավ են անում, վատ են անում, սենց են անում, բայց երբ որ քննադատությունը նսեմացնելու ձևը պետությանը տա վերաբերում, մանավանդ օտար երկրում նստում եք ձեր տունը շն, ձեր պետության բազին բամբասում եք ղզիկի պես, եթե դա է իմ համար թշնամի է, վատ հայ է, եթե մենք կարող ենք վիճաբանել ինչ-որ ամեն ինչի շուրջ, կարող քննադատենք այդ պետության կառավարողներին, հա, բայց հենց հասնում է այդ բարակ տեղը դա, հենց զգում ես, որ սա փչացնում է, Բաքվում բան են խոսում, սաղորը ստեղ լոլո են սարքում ու սկսում են, հենց են խոսում, Բաքուն արդեն մոռացել է դրա իր ինչ ասել, այդ ապուշությունը, սրանք հենց սկսում են այդ բան անել, խոսել դրա մասին, այսինքն դուք դրանց ինչ բանն եք, միկրոֆոնն եք, նրանց ռադիո եք դարել նրանց համար, քննադատությունը ախր պիտի ստեղծագործական լինի, հասկանում, հումոր պիտի ունենա այդտեղ բանը քննադատությունը նաև իր մեջ, որ հասկանաս, որ լուրջ է, որովհետև շատ լուրջ դեմքերով խոսացող բաների մեջ լիքը ապուշություն կա, բայց կարա մարդը խոսքը սուր լինի եւ շատ ավելի հասնի մարդկանց, հա։ Մի խոսքով, ես կարծում եմ, որ մենք ինքնամաքրման ժամանակաշրջան ենք ապրում։ Շնորհակալություն։ Սա օրվա թեման էր, իմ հյուրը կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանն էր, առայժմ